300 անխոչնդոտ հարված, 200 կործանիչից 100 թիրախի։ Այսպես մեկնարկեց Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, որի բարձր հավանականության մասին խոսվում էր ամիսներ շարունակ, բայց որը տեղի ունեցավ հանկարծակի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին։ Մենք գոյաբանական արշավ ենք սկսում ընդդեմ թշնամու, որը ձգտում է ոչնչացնել մեզ, որը զարգացնում է միջուկային կարողությունները, առաջ է մղում զենքի արտադրությունը, սրանով մենք ցանկանում ենք քայքայել, խաթարել, վերացնել այս սպառնալիքը։ Ժողովուրդն առյուծի պես կամ վեր բարձրացող առյուծ կոդային անունով գործողությունը թիրախավորել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը միջուկային ծրագրերի վրա աշխատող գիտնականներին։ Իռնագործակալությունը հայտնել է Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամիի, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերի, բանակի փոխհրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի սպանության մասին։ Այս գործողությունները կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի այս սպառնալիքը վերացնելու համար։ Մենք սկսեցինք այս հարձակումը, քանի որ ժամանակը եկել է։ Մենք գտնում ենք անդառնալիության կետում։ Մենք չպետք է սպասենք։ Մենք այլ ընտրություն չունենք։ Այս գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների ֆոնին։ Հերթական բանակցային հանդիպմանն ընդառաջ Իսրայելն այնուամենայնիվ որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի հարվածներն անվանեց միակողմանի գործողություն և վստահեցրեց, որ Վաշինգտոնը ներգրավված չէ։ Դոնալդ Թրամփը սակայն հայտարարեց, տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել, վերահաստատելով իր այն տեսակետը, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ-Իրան բանակցությունները մեկնարկել էին 2013-ին, երբ տեղի ունեցավ նախորդ 30 տարում երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի շփումը ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի և Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը։ Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանիի հետ։ Մենք քննարկում էինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության հասնելու մեր շարունակական ջանքերը։ Իրանը զանգվածային ոչնչացման զենք չի փնտրում և երբեք էլ չի փնտրի։ Իրանը չի ուզում ճնշում գործադրել տարածաշրջանային երկրների վրա և երբեք էլ չի փնտրի։ Դադարներով և դանդաղաշարժ 12 տարի տևած բանակցությունները մեկ մոտենում էին կառուցողական կետի, մեկ սառում կողմերից մեկի անհամաձայնության պատճառով։ 2025 թվականի ապրիլի 14-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր կարծիքով Իրանը դիտավորյալ հետաձգում է Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի ստորագրումը։ Եթե մենք ստիպված լինեինք անել ինչ-որ կոշտ բան, մենք դա կանեինք, և դա ես կանեմ ոչ թե մեր, այլ աշխարհի համար։ Նրանք արմատական մարդիկ են, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Դա ներառում է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածը։ Այո, իհարկե։ Միջուկային բանակցությունների 4-րդ փուլից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, սա Իրանի ժողովրդի իրավունքն է, որը ենթակա չէ փոխզիջումների։ Այնուամենայնիվ, մայիսի 15-ին Թրամփը հայտարարեց մոտ են համաձայնագրի կնքմանը, սակայն իրանական կողմն ավելի թերահավատ էր։ Ամերիկացիների առաջարկները 100%-ով հակասում են մեր շահերին, ասել էր Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի չունեցավ։ Իսրայելը որոշեց, որ հարցը կլուծի ռազմական ճանապարհով։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։